Դե բնականաբար գիտեք, հա, որ այսօր այսպես կոչված սրանց հորինած քաղաքացու օրն է, որ իրանք այտենց են էյֆորիայի պիկին որոշեցին, որ պետքա նաև պատմական նշանակություն ստանա այդ իշխանազավթումը իրանց եւ անունը դրեցին քաղաքացու օր։ Ու այդ ժամանակ դե հələ չեմ հիշում արդեն որ երբ էր այդ կոնկրետ որոշումը կայացվել, բայց հələ ինչ որ բավականին զգալի քանակի մարդ իրանց աջակցում էր եւ իրանք համարեցին որ այդպես ցենտր միտքա եկե քաղաքացու օր անենք, այն գլխից ինքը այդպես փտած տոնի բան էր, որովհետեւ հասկանալի էր որ բովանդակության խնդիր է լինելու, քանի որ այդ քաղաքացու հանդեպ այդ վերաբերմունքը, որ իրանք ուզում են քարոզեն, պետքա լինի նաեւ իրանց իշխանության արդյունքում, բայց իրանց իշխանության արդյունքում քաղաքացին մենակ ստորացվել, սպանվել, թալանվել, խաբվել, էս է իրանց քաղաքացու հանդեպ վերաբերմունքը եւ դրա համար էդի տենց արեստացին անհասկանալի ոնց որ հասկանանք իրանք իրականում ինչ էին ուզում անեին, իրանք իրականում ուզում էին հեղափոխության օր դնեին։ Դե հա, բայց հեղափոխության օրեր ըստ էության ու իրանք փորձում էին հեղափոխությունը դարձնել տոն, օրինակ ոնց որ նշվում է հոկտեմբերյան հեղափոխությունը տենց այդ հեղափոխական տրամաբանությունից ելնելով, բայց որոշեցին դնել դրա անունը քաղաքացու օր, քանի որ համարում էին որ դա քաղաքացին է արել։ Ու վերջում պարզվեց որ քաղաքացու օրը ըստ էության սպանված քաղաքացու օրը 5000-ներով սպանվող, տասնյակ հազարներով, չգիտեմ, հաշմանդամ դարձած եկան ու սև բերեցին քաղաքացի եզրույթի վրա ամեն ինչ։ Քաղաքացի եզրույթը դառավ Հայաստանի պարագայում կռացած, տուժած, անընդհատ նոր ավերների սպասող։ Ես լուրջ հիշում եմ այդ ժամանակահատվածը ու այս վերջերս մեկ կա էլի հեռախոսները iPhone-ները բան ունեն, բերում են memory-ներ տարբեր տարիների ու 19 թվականի վերջի 20 թվականի սկզբի նկարներ ա բերում ինձանից ընկերներիցս բան նայում եմ ես վերջերս մի հատ նկար ես ու Մելիքյան Ռուբենն ենք ինչ որ դատի էինք առաջի իմ դատերից մեկն էր որ այս սրանց հետապնդումները սկսեց ուրեմն երկուսս սև մազերով ոնց որ մազերներս հիմա որ նայում եմ մեզ ոնց որ մազերներս ներկա ծլնեինք այն ժամանակ ընդամենը մի քանի տարվա մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչ ավեր, ինչ կործանում, ինչ խայտարակություն ասես տեսան։ Ինչի մեջով ասես անցավ այս ժողովուրդը։ Իրոք էլի ես ուզում եմ այդ քաղաքացու օրվա խորհուրդը այսօր շատ հետաքրքիր օրերի հետ է համընկել քաղաքացու օրը, այսպես ասած։ Այդ կքննարկենք, բայց այդ աղետի զգացողությունը ոչ մեկից չի լքում։ Եթե վերանանք, հա, այս իշխանություններին քննադատելուց սրանց մոռանանք մի պահ, որ սրանք գոյություն ունեն, մի քիչ դժվար է այդ պատկերացնել, օրինակ նորմալ պայմաններում այդ քաղաքացու օրը կլիներ նշան օրինակի համար, չգիտեմ, ինչ որ դրական երևույթի, հա, այսօր սրանց բերելով ու սրանց փաստը, սրանց գոյության հետ հաշվի նստելով, տենում ես որ մենակ ավեր, ու դաժե այն մարդիկ, որոնք իրանց ընտրել են, իրանց քվեարկել են, իրանց պաշտել են, համապատասխան օրգանները պաչել դրել են տեղը կամ պաչել են չեն դրել տեղը Դաժե այս մարդկանց համար սա աղետի մենակ բացասական երևույթների հետ կապված իրադարձությունների ժամանակաշրջան ու ժամանակահատված։ Այսինքն քաղաքացու օրվա տրամաբանությունը ու այսօր էլ քաղաքացու օրը համընկավ հղի կնոջը սպանելու օրվա հետ։ Քաղաքացու էլի։ Քաղաքացուն սպանելու հետ, Քաղաքացու օրը քաղաքացուն սպանելու հետ։ Մարդ, որը որ օրինակ եկեք պատկերացնենք, հա, էլի նորից վերանանք անդիմություն, իշխանություն տրամաբանությունից, կա այս երկրում մի մարդ, որը ինչ որ մի պաշտոնյայի կապ չունի, այդ պաշտոնյան լավն է, վատն է, տեղափոխելու ժամանակ ուղղակի անցել է իր երթևեկելի հատվածով, բանի պիշիխոտի համար, հա, հետիոտնի համար նախատեսված հատվածով Սիրուն փողոցը անցնող հղի կնոջ վրայով անցել է ու սպանել է այդ կնոջը։ Այդ մարդը ժողովուրդ հիմա այ հենց այս պահին իր տանը քնած է։ Իր տանը քնած է այդ մարդը, հանգիստ, ազատության մեջ է։ Իր խղճի վրա չի նստել այդ կնոջ սպանությունը։ Երկու մարդ է ինքը սպանել։ Ու դա որևէ կերպ
չի ստացել քրեա իրավական գնահատական։ Այսինքն այդ մարդը ազատության մեջ այդ մարդը հանգիստ ապրում է։ Իր բարոյական բանը մի կողմ թողնելով, հա, ինքը տենց է, դե մարդիկ կան, չէ՞ որոնք մարդասպաններ են, նորմալ ապրում են։ Հիմա այդ մարդը, այդ ավտոյի վարորդը բարձրաստիճան ոստիկան է։ Ապրում է հանգիստ, դա տեսել են բոլորը։ Դա գիտեն բոլորը, իր տնեցիք գիտեն, որ իրանց papan կամ իրանց ամուսինը, իրանց որդին գցել է մեքենայի տակ հղի կնոջը, որը անցնում էր հետիոտնի համար նախատեսված տեղով, սպանել է։ Այդ մարդը, այդ քաղաքացին ազատության մեջ է։ Այդ քաղաքացու դատերը, այս երկրի իշխանությունը, ինադու ձգձգում է, նախոդվածն են մեղմ դրել լիքը բաներ, հա, որ մի օր ավել հետաձգի, որ վաղեմության ժամկետն ասի, որ այս մարդը որևէ պատասխանատվության չենթարկվի։ Այսօր այդ քաղաքացու օրն է, այսօր Սոնա Մնացականյանի օրն է, սպանված հղի կնոջ օրն է, որին սպանողը տունը հանգիստ իր երեխեքի հետ, միգուցե թորների հետ նստած է, որը թքած ունի նրա վրա, որ ինքը սպանել է անմեղ մարդու։ Առհասարակ սրանց բերած արժեքները, որ նայում ես, այդ ինչը որ պետքա լիներ, հա, այդ գաղափարի հիմքում, այստեղ մեզ ասում են, մենք էլ ենք այդ կարծիքի բնականաբար, դա հեղափոխություն չէր, ամեն առումով, բովանդակային առումով սա չի կարելի կոչել հեղափոխություն, որտեվ որևէ ոչ քաղաքական կուրս է փոխվել, ոչ տնտեսական կուրս է փոխվել է մենակ դեմքերը ու կոմպետենտության աստիճանը խայտառակ առումով ընկել է, այնպես որ մենք սրա մասին շատ ենք խոսել, դա մենք չենք համարում որևէ կերպ, եթե նկատում եք մենք երբ մենք ենք որակում տալիս, ասում ենք իշխանազավթում կամ որևէ այլ որակում ենք տալիս, բայց ոչ հեղափոխություն, այստեղ քանի որ մի քանի հարց կրկնվեց, այլ կպարտադիր ասեմ, ասում են տեղում լսարանի հնարավորություն, մեզ մոտ ուղղակի եթե անենք, Նարեկը մի անգամ առաջարկում էր, կարող է մաքսիմում մի 15 հոգի կարողանանք ընդունել, մեր մոտ շատ մեծ չի տեղը, իսկ դալիճ մեզ չեն տալիս ցավոք, մի քանի տեղ դիմել ենք, մարդիկ վախենում են դալիճ տրամադրել, հաշվի առնելով, որ իշխանությունները մեր հանդեպ լավ չեն տրամադրված ու հասկանալի է թե ինչի, դրա համար չգիտեմ, կմտածենք, կարող է հենց այստեղ անենք ավելի տենց կամերային թատրոնի ձևաչափով։ Ինչ վերաբերում է քաղաքացի օրվան, հա, շարունակենք թեման։ Տեսեք, ինքը բնականաբար չկարողացավ ամրապնդվել, որովհետև արհեստականներ իր արմատները։ Դա քաղաքացու իրավունքների մասին չէր են, ինչ եղավ 18 թվին։ Դա եղավ ատելության մասին, դա եղավ իշխանությանը գալու 20 տարվա կամ դրանց ավել, չգիտեմ, որ թվից էր այդ անասունը ուզում գար։ Ինքը չէր, ընդհանուր դիսկուրսը ընդդիմադիր երկար էր։ Հա, նու ինքը իր ակտիվ մասնակցությամբ նաև այդ ոչ մի բանները, այդ զերո կոմպետենտություն ունեցող, կյանքում որևէ բանին չհասած մարդկանց այդ ոչ կոմպետենտության իշխանության գալն էր, հա, ու դրա համար նույնիսկ այդ տարիներին դա տենց իրանք փորձում են պետական լծակներով էլի բյուջեի հաշվին միլիոններ ծախսելով փորձում են այդ տոնը ինչ որ ձև արմատ տալ, հա, որպեսզի մարդիկ ինչ որ ձև սկսեն դա անցալել որպես տոն, դա տեղի չունեցավ ու ձեզ ասեմ որևէ բան իրանց մոտ չի կատարում, եկ այս շատ բարդ բան է մարդկանց գիտակցության մեջ բերել ինչ որ տոն ու սարքել դա օրգանիկ, դա շատ բարդ անել։ Սրանք ասում եմ մի հատ աղի հարց չեն կարող լուծել։ Հələ ոդկաստ են սկսում անել, որը որ բանը, հա, դες պրոստը պետք է նստեն անկեղծ խոսան, չեն կարող իրանք։ Մի քանի թողարկում արեցին, փակեցին, նույնիսկ մետ իրանց լսարանին չմտնան, ասեն գիտեք, որոշեցին կել չանել, չէ, դες մի օր պրոստը կորան։ Իրանք մտածում են, որ իրանք իշխանություններից էլ են տենց, պրոստը մի օր կորելու։ Այստեղ չի լինելու, ի տարբերություն ոդկասթի, որը սովորաբար չի ենթադրում ուրեմն քրեական հետապնդում, բայց իրանք իշխանության ժամանակ ցավոք դա էլ է տեղի ունենում։ Իրանք այլ բաների համար են պատասխան տալու, տենց ուղղակի չեն տենց լողանալու գնան իրանք կանադաները էլի։ Կարող է մի քանի հոգի կանացավրվի, բայց հետո մի օր միտեղ կբռնեն այդ չհարցը։ Հիմա սրանց արածը աղետ էր ու ես այսօր նայում եմ, որ որևէ հիշատակում ինչ որ մի քանի հատ պլակատ բան են դրել, ես այսօր իդեպ քաղաքացիները մեր ընկերներից շատերն էին այնտեղ, այդ հիշատակի համար, այդ Սոնա Մնացականյանի հիշատակի համար, ինչ որ մի բան արվեց, բայց գիտես, այս վերջերս հարցրել էին փողոցում, մարդիկ մոռացել, հա, չգիտեն էլ, մոռացել են, դրա համար կարևոր է միշտ խոսալը սրա մասին, որ
հստակ լինի որակումը, թե սրանք ինչ որ բերեցին այս երկրի վրա, ուրեմն մի հատ էլ էդի ուրեմն բան արել, Նիկոլը գրել է մի հատ ուղերձ, հələ նա 30 ունի, պադոշվել, օրը մորթորը պետք է սրապես պադոշ 30 ունենա, որ մտը ուղերձ է գրել, որտեղ ինքը տես քաղաքացու օրվա տոննա, ուրեմն կարևորում ու նաև ինչ որ բաներ է ասում, այստեղ մի քանի բան առանձնացրել ենք, որ ասում այն ժամանակ պետությունն էր քաղաքացու տերը, իսկ հեղափոխությունից հետո քաղաքացին դարձավ պետության տերը։ Ուրեմն այս օրը, որ դուք գցել եք այս պետությունը, վայ այդ քաղաքացուն, որը տերն է այդ պետության։ Դա ուղղակի փորձել է այն ժամանակ այն հպարտության վրա իրանք սմուրում, մենք հպարտ ենք, հիմա տալիս են, որ դուք եք տերը, հիշում եք, մենք ենք տերը մեր երկրի, արա, ասենց անտեր, այդ կոլեկտիվ անպատասխանատվության մի հատ բան մցրեց սա, այդ 3 միլիոն վարչապետ, ժողովուրդն է տերը, բան, որ մարդ չի հասկանում, վերջը, լավ, պատասխանատուները սրա ովքեր են չես կարող անընդհատ այտենց հղումներ անես ինչ որ 3 միլիոն վարչապետերի, ժողովրդի հանրությանը եւ այլն ու այս մոտեցումը սա խայտարակություն է, նրանք ժողովրդին դրել են դեբիլի տեղ, օրինակ նայում եմ Սարոխանյանն էր դրա ազգանունը, ինչ որ Շիրակի նախկին մարզպետը։ Կանան Սարոխանյան։ Հա, ուրեմն էսի խոսում, իրան հարց են տալի, ասում են բանում խոզնավարում կրակոցներ են, կրակել են արդեն տան վրա, միջև այդ մշակույթի պալատի վրա, չեք գտնում, որ այս տերորը, որ կատարվում է, թե հոգեբանական, թե արդեն ֆիզիկական անվտանգության հարց է, այդ մարդիկ, բայց ձեզ որ դուք իրանց իշխանությունն եք, իրանք մի մաս իրանց ձեզ ընտրban, այս աներեսը, ասում է, դուք կտենաք, որ իրանք էլի մեզ են ընտրելու։ Այսինքն եթե դա թարգմանենք այդ հիմար նիկոլական այդ բանից, լեքսիկոնից, հա, ուզում ասի ազնիվ իր միտքը որն է, ժողովուրդը այնքան դեբիլ է, որ անկախ նրանից, որ կրակում են իրանց տան վրա, իրանց գյուղի ուղությամբ, իրանց մշակույթի պալատի վրա, մարդիկ ժողովուրդը գլոբալ այնքան դեբիլ են, որ հավատալու են մեզ, որ ինչ որ մարդկանց հակառեյտինգը եւ չգիտեմ ինչը հակաքարոզչություն իրանց նկատմամբ խաղալու են գերակա դեր եւ իրանք մեկը ընտրելու են այն իշխանությանը, որը պատերազմում կապիտուլյացիա ստորագրեց, որը մինչ այսօր տեր չի 100,000-ից ավել իր հայրենակիցներին, որը Արցախը ճանաչեց Ադրբեջան, որի իշխանության օրոք Ջերմուկից, Սյունիքից, Տավուշից տրվել են Հայաստանի հողերը, որի օրոք կրակում են Հայաստանի քաղաքացու տան պատուհանին, ցանկացած բային կարան երեխա սպանեն։ Ու այդ մարդիկ ասում են այնքան դեբիլ են, իր խոսքերն եմ ասում, ուղղակի չի ասում դեբիլ են։ Ինքը որակում չի տալիս, բայց ակնհայտ է, որ դի դեբիլ լինի, որ իր տան վրա կրակում են այս դեբիլների օրոք, ինքը գնա ասի, ընտրում եմ Նիկոլ Փաշինյանին։ Չէ, ես լուրջ եմ ասում, դեգեներատ։ Իրանք ձեռ են առնում, ախպեր։ Մեծ եմ ասում։ Լավ են, արի գիտես ոնց այս են լկտի անալու փուլն է իրանց, որտեղ իրանք այնքան են լկտիացե։ Հա, բակարել Սարոխանյանն այդպես պետք է ասի։ Իդեպ մեզ հիշեցնում են, որ այսօր նաև աշխարհի ամենամեծ տեխնացին աղետի օրն է։ Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի այդ պայթել աղետի օրն է, ու ոնց որ այդ է թողել հետք մարդկության պատմության մեջ, իրոք հետք է թողել, իդեպ նաև խորհրդային Հայաստանից են շատ մարդիկ գնացել տարբեր կառավարական բաներին այդ միջոցառումներին մասնակցել, շատերը վնասվել են, շատերը նաև մահացել են դրա հետևանքով, մի խոսքով բոլորին հիշում ենք ու ապրեն այդ մարդիկ, որ օգնեցին այդտեղ, բայց այդ աղետի հետ էլ է համընկ է։ Սա աղետի օր է, քաղաքացու օրը, աղետի օր պետք է որպես նշվի։ Բա այսօր այս օրը իդեպ մենք կանանք տնենք։ Իրոք էլի, հիշում ես մի անգամ խոսում էինք, որ ասում էիր մանումենտի նման ինչ-որ մի հատ այգի սարքել, հաղթանակի այգու տեղը դնել մի հատ ամոթի այգի ու դնել սրանց բերած սաղ աղետները, այս 7 տարի կլինի, թե ինչքան կմնան սրանք, հույս ունեմ, որ 7 տարուց ավել չեն մնա, այդ աղետները կդնեն հերթով ու այդ աղետների բանով, այսենց մարդիկ կանցնեն կտենան, կտենան, թե ինչ ա եղել, այդ քաղաքացու օրը կդնեն հաջորդ համամարտկային մարդու կողմից ստեղծված աղետի օր, որտեվ այն ինչ որ սրանք են անում, հա ու այդ ցինիզմը էլի այդ ձեռանտի կտենակ որ գնալու են ընտրել, Սարիկն էլ էր այդպես մտածում։ Շատ եք այս ժողովրդին տրորել, նվաստացրել, ոչնչացրել, դարձրել տուգանքի մատերիալ, հանիրավի քրեական ու քաղաքական տարատեսակ հետապնդումների ենթարկել, սպանել, տները տնազրկել, այսօր այդ մարդկանց օրն է։ Ու մի օր Կարեն Սարոխանյանն էր
այդ քաղաքացին ոնց էր այսօր մերյալ վիճակ քաղաքում, ոչ մեկի համար այդ տոն չէր, բացի ձեր մի քանի մարդկանցից, որոնք այդպես միանձի գնումներով կայֆերի մեջ են, պետության բյուջեն են լափում։ Մի օր այդ մարդիկ զարթնելու են, ու վայ այդ օրվան, որ ձեր համար լինելու է շատ վատ օր։ Այդ քաղաքացին, որին այտենց ստորացնում եք ու վերջում էլ ասում եք, մեկա մեզ է, խոզնավարցին մեզ է ընտրելու, այո, իրանցից էլ ձեզ ընտրեցին։